Բարև ձեզ հարազատներս, երեկ իմացա, որ բուժքույր է ընտրվել առողջապահության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության։ Ինչպես իմացա, ընկերուհիներից մեկը ուղարկեց այդ բուժքրոջ ելույթը, որ 61 հոգի միաձայն ընտրել են իրեն։ Ազգային ժողովում չգիտեմ ինչ են ընկերուհիներս այսպիսի բաներ անում ուղարկում, այս բաները ուզում են մահանամ, արդեն երևի չեն ուզում ապրեմ։ Միշտ ասեմ, որ ես մանկապարզ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում, ու սա իրենց խնդիրը չի, որ բուժքույրը ինքնա առաջադրվել է այդ պաշտոնի, ու մեկնաբանում է, որ ինչի են իրեն ընտրել, որովհետև ինքը ղեկավարելու ջիղ ունի, այդպես ասում, որ կան բարձրագույն կրթությամբ մարդիկ, որ ղեկավարելու ջիղ չունեն, իսկ ինքը ունի, ու դե ինքը անգլուխ ձիավոր է իր հետ ոչ մի, արդեն ասել եմ իր գլուխը բացած, ժավելով լվացած, կափարիչը փակած, թուրքերի չիպը դրած, ինչպես մնացած 61-ինը, որ այս երկրում չեն տեսել արժանի, գրագետ, կիրթ մարդ, որ կարողանա առողջապահության խորհրդի նախագահ լինել, այ ընտրել են դատարկագլուխ բուժքրոջը, որ ասում է ես ջիղ ունեմ։ Իսկ ինչի է իմ խնդիրը ինքը չի, ոչ էլ 61-ն են, այդ իրանց տեղն է, իրանք հանձնարարություն ունեն, այդ շատ լավ են, իրանք իրենց առաքելությունը շատ լավ են կատարում։ Ինչի համար եկել են լրիվ արեցին։ Դեմոկրատիա են բերել ձեզ, իրաց դեմոկրատիան միայն հող հանձնելով ու ասֆալտ խփելով եղավ, այնքան ասֆալտ, այնքան են քանդել ես մասիվի ճանապարհը ասֆալտ արել, թոքերից եթե բացեն կեսը ասֆալտ ան։ Իրանք շատ լավ են իրանց գործը անում, բայց ինչու են իրանք Հայաստանում դա անում, որովհետև Հայաստանում 90% պաշտոնները զբաղեցնում են այդ բուժքրոջի նման անգլուխ ձիավորները, որոնք համարում են, որ իրանք ջիղ ունեն։ Այ դու, որ հիմա նստած ես, պաշտոն ես զբաղացնում, ինչ ես դու այդ պաշտոնը զբաղացնում, որովհետև համարում ես, որ այն կիրթ մարդը քիչ ջիղ ունի։ Այդ ջիղը չգիտեմ, դա առաջի անգամ Հայաստանում եմ լսում, որ պաշտոն զբաղացնելուց ինչ-որ ջիղից են խոսում։ Զարգացած երկրն եմ, այդ որ դեմոկրատական երկիր եք ուզում, արդեն 7 տարի է պետք է դեմոկրատական երկիր լիներ այստեղ։ Ինչի՞ց է դեմոկրատական երկիր լինում, ղեկավարներից։ Իսկ գիտեք ինչպես են ղեկավարներ լինում։ Այդ դու գրագետ լինեիք, իմ այս տեսահոլովակները նկարահանելու կարիքը չէր լինի։ Եթե ընդամենը 10% գրագետ մարդ լիներ մեր երկրում, խելքները գլխինից գրագիտությունը անվախություն է տալիս։ Իմ կարիքը չէր լինի այս տեսահոլովակներ նկարահանելու։ Իսկ ինչի ենք ասում, ջիղը ի՞նչ է։ Ջիղը ի՞նչ է։ Մի հատ իրան կանգնացրեք, ասեք ի՞նչ է նշանակում ջիղը։ Այդ ինչ ունես դու, որ ընկիրտ բժիշկը չունի։ Հիմա ես ձեզ բացատրեմ դեմոկրատական երկրներում ոնց են ղեկավար ընտրում։ Բժիշկին, ես բժիշկ եմ, ինձ ղեկավարելու համար բժիշկ են ընտրում, ու այդ բժիշկը հավելյալ կրթություն է ստանում, կառավարման կրթություն է ստանում, կառավարման դպրոց է գնում, որ կարողանա ինձ կառավարել։ Ինձ կառավարել շատ դժվար է, իսկի ամուսին չկա որ կարողանա ինձ կառավարի։ Դա գովասանքի ձևով չեմ ասում, սա պետք է ուղղակի կարողանաս մյուսին կառավարես, սա կրթություն է։ Ջիղ չի, ջիղ չկա տենց բան, որ ես ջիղ ունեմ, ես դու ինչից որոշեցիր, որ դու այդ ջիղ ունես, որ գլուխը դատարկ է, դրանից համարում ես, որ դա ջիղ է, դատարկագլխությունը, ոչ, դա կրթություն է, ու որ կարողանան ինձ ղեկավարել որպես բժիշկ, այդ բժիշկը պիտի կանցնի կառավարման դպրոց, իսկ կառավարման դպրոց ընդունում են միայն բժիշկներին, որ կարենա բժիշկին կառավարի, կամ ուրիշ բարձրագույն կրթությամբ, լավ, եթե այս շուտ տենց շատ նեղն են ընկնում, որ մասնագետներ չկան, բժիշկները լրիվ դեբիլ են, արդեն ընդունում են իրավաբան, ասում են արի դու ես կառավարման դպրոցը ավարտի, գնա այստեղ նախարար աշխատի կամ եւ այլն։ Ուրեմն խնդիրը իրանց մեջ չի, իրանք իրենց առաքելությունը շատ լավ անում են, խնդիրը ձեր մեջ է, որ դուք նույն բանն եք անում, դրա համար ձեզ էլ ղեկավարել է բուժքույրը, որ սենց գնա բուժքույրն էլ վիրահատելու է, արդեն ասել եմ արգանդ հեռացնելը դժվար գործ չի, 5 զույգ կապան է, ում էլ սովորացնես, աշակերտ, ես կարամ 10-րդ դասարանի տղային նենց սովորացնեմ արգանդ հեռացնի, որ 90% հեռացնողներից լավ անի։ Բուժքույրներն էլ բուժքույրները, ովքեր վիրահատություններին մասնակցում են, վիրահատարանի բուժքույրները բոլորը գիտեն արգանդ հեռացնել։ Շուտով, որովհետև մեր ղեկավարը, որ ընդունվել է ազգային ժողով առողջապահության խորհրդի նախագահ, ինքը ասաց, որ պետք չի տարբերել բուժքույրերին, բժիշկներին, դրանք մի համակարգ են, արդեն լինելու է, մի քիչ էլ որ գնաց մայրապետն է ձեր արգանդները հեռացնելու, ու շատ ճիշտ է լինելու, այ դա ոնց որ լավ է լինելու։
իսկական ես համաձայն եմ, որ այսպես էլ պիտի լինի, քանի որ պիտի գիրք կարդայիք, ուրիշ ոչ մի բան, պիտի գիրք կարդայիք, ամեն մեկը ձեր տեղը զբաղացնեիք, ոչ թե լափաման տեսնեիք, դիտողոսը վերցնեիք ու ասեիք ես ջիղ ունեմ ղեկավարելու։ Իսկ այն կիրթ մարդը, որ կրթություն է ստացել, ջանք է թափել կրթություն ստացել, այն ինքը ջիղ չունի, հասկանում եք, այսպես է։ Շատ դժվար է, էսա, դե հիմա էսա, ու պետք է ապրենք, այսպես էլ ապրենք։ Մի պատմություն էլ պատմեմ, ուրեմն վերջերս ամառը, ուրեմն ոչ բոլոր գոլեգաներիս հետ եմ շփվում, էդ էլ ասեմ, անհնար է, ուրեմն կլինիկա կա, որ գնում եմ հերթապահության, նոթբուքս վերցնում եմ, միտեղ կամ իհարկե մարդիկ որ իրենց հետ շփվում եմ, բայց կան, որ տեսնում եմ, որ չի ես մարդկանց հետ, որ շփվեմ, շուտ կմահանամ։ Ուրեմն նոթբուքս վերցրած, մի անկյունում աշխատում եմ, բուժքույրը գալիս է, բուժքույր ջան, բան, ասում եմ, երևի պրոբլեմ ունի, զրուցում եմ։ Մի քիչ զրուցեց, բան նստեց, ասեցի, լավ, երևի լուրջ պրոբլեմ ունի, տեսնում եմ, դե աշխատում եմ, որ եկել է ընդհատում, ուրեմն կարևոր բան ունի։ Ուրեմն մի քիչ արևից, եղանակից խոսած, բա Ռուսաստանը հիմա շատ վատ վիճակում է։ Մինչև հոկտեմբեր հազիվ ձգի, էկոնոմիկան ընկած։ Դե ինչ ասես, այդ նոթբուկը ինչ անեմ, ժողովուրդ ջան, ձեզ բուժքույրն էլ է քիչ, որ ձեզ ղեկավարի, հասկանում եք, այդ էլ է բուժքույրը, չեմ ասում, որ բուժքույրները, ժողովուրդ ջան, հիմա կարող սխալ հասկանաք, բուժքույրը, նորմալ բուժքույրն իր գործ անի, դա հարստություն է երկրի համար, բայց որ դատարկագլուխ բուժքույրը ասի, ես ջիղ ունեմ ու կարամ առողջապահության նախարարությունը ղեկավարեմ, դա արդեն դատարկագլուխ երկրի թշնամի է։ Ու 61 հոգին իրան ընտրում են, միաձայն, հասկանում եք ինչա կատարվում, ջիղ են տեսնում, այդ ջիղը ես չեմ տեսնում, չեմ կարա դատարկագլուխի մեջ ջիղ տեսնեմ ես, ուզեմ շատ, լավ, իրանց աստված մեր երկրի տերն ու պահապանը լինի, ես էլ խնդիր ունեմ, ես չի որ ես ինչ-որ անմեղ եմ, մեքենա սխափեցին, էլ հետաքրքիր պատմություններ, մեքենա սխափելա, ուրեմն մամաս պահոցներ է սարքում, մի կնոջ է լսել, որ այսով է լինելու բան, ու մամաս կպած ինչ տեսնում եմ, պահածոներ է պատրաստում, հիմա պետք է վարունգ մարինադանի, բա ինչ անենք, բա ես ինչ թանկ է, բալը թանկ է, գնում ենք, լսում եմ, որ էջմիածնում շուկա կա, հովտամեջ գյուղում, գնում ենք այդտեղ, չենք հաշվարկում, որ տեսնենք գնալ այդտեղ ավելի նույն գինն է նստելու, բայց գնում ենք հովտամեջ, գնում եմ այդ հովտամեջում խփում մեքենան գալիս են, կողքից խփում են, ագին վնասված է մեքենան, ու դե այդ տղամարդն է իհարկե, որ խփել է մեղավոր, դուրս է գալիս, որ ոստիկանությունը գալիս է, երկուսս էլ գնում ենք, որ մենք մեղավոր չենք, որ մեր երկրում ասես խնդիր կա, որ ոչ մեկ մեղավոր չի, ինչ լինի, ինքը մեղավոր չի, ասում եմ, բայց ոնց ես կարամ կողքով, մեքենայից կողքով գամ ձեզ խփեմ, շատ կուզեմ տենց սովորեմ, տենց քշեմ, չէ, ես մեղավոր չեմ ու վերջ, այս երկրի տղամարդը եթե ինքը իր պրոբլեմին չասի, որ ինքը մեղավոր է, մենք առաջ չենք կարալու գնանք, դրանից է սկսվում, ոչ թե որ դատարկագլուխ է նստել առողջապահության նախարար, ոչ, երկրի տղամարդը պետք է գտնի, որ տեսնի, որտեղ է ինքը մեղավոր ու գնա ու շտկի, ասի, այս ես մեղավոր եմ, դա տղամարդկություն է, սա առաջի խնդիրը, ուրեմն գալիս է ոստիկանությունը ու այդ դե որ խփում ենք տղամարդիկ գալիս են, հավաքում են, օգնում են, որտեղ զանգեմ եւ այլն ու ասում են, որ այստեղ ամեն օր վթար է լինում, եւ որ ոստիկանությունը գալիս է, ասում են, գիտեք, այս մարդիկ ասում են ամենտեղ, որ այս ամեն օր այստեղ վթար է լինում, կարա նենց բան անեք, որ այս վթարները էլ չնեն, բայց չէ, չենք կարա, ինչի ասում չենք կարա, որովհետեւ իր գլուխը այդքան է հասկանում, որ ինքը չի կարա, բայց եթե նորմալ երկիր լիներ, դեմոկրատական, այդ ոստիկանի գլխի մի ուրիշ ոստիկան է եւ այլն եւ գալիս է ղեկավար, ոչ թե դատարկագլուխ բուժքույր, այլ մի ղեկավար, որ բացում է այդ տեսնա, քանի վթար է եղել ու այնպես անի, որ այդտեղ վթար չլինի, որտեղ զարգացած երկրներում, որ ուզում եք դեմոկրատիա դառնալ, այնտեղ պատժում են ոչ միայն մեղավորին, ովքեր վթար է եղել, այլ այն մարդուն, ով չի կարողացել կազմակերպել, այնպես անել, որ այդտեղ վթարներ չլինեն։ Հասկանում եք, իսկ մեր մոտ դատարկագլուխ բուժքույրներ են վերևներում, որտեղ ջիղ ունեն իրանք, գլուխ չունեն, ջիղ ունեն, ջիղ պետք չի մեծ, գլուխ է պետք։ Սա
Դե որ ես խփեցի, իհարկե դրա մեջ մտա, սկսում եմ մտածել, ինչի էսպես եղավ, որտեղ խնդիր է լինում ձեր մոտ, խնդրեմ է լինում, վթար է եղել, պիտի հասկանաս ինչի եղավ։ Ինչի ես օրինակ ես մարդը կարող ուրիշ մեքենա խփել, ինչի իմը խփեց, որ սկսեցի քննարկել, հասկացա, որ նախորդ տեսահոլովակում հարցիցից բամբասել է։ Այ բամբասանքը շատ վատ բան է, ուղղակի հարազատները պիտի իմանան, որ իրենց օրինակի վրա եմ մեծ մասամբ պատմություններից պատմելու, որովհետև դրանք են ուսուցողական։ Իմաստը որն է այս տեսահոլովակները, ոչ թե որ ասեմ, այս դեմք եմ, մեր առողջապահության նախարարը դատարկագլուխ է, ոչ, դրա մեջ չէ, դա ուսուցողական տեսահոլովակներ են, որ բնակչությունը գիրք կարդա, ինչքան շատ գիրք կարդաք, այդքան ավելի գրագետ մարդիկ են ձեզ ղեկավարելու, ոչ թե տենց ոստիկան, որ ասի, չէ, այստեղ ոչ մի բան չենք կարող անենք, թող խփեն անընդհատ, կամ էլ ասի, ես ջիղ ունեմ, անգլուխ ձիավոր եմ, բայց պետք է առողջապահության նախարարությունը ղեկավարեմ։ Սա է, ու այս է հումքը մեր, ու այս հումքով էլ պիտի աշխատենք։ Աստված լինի մեր երկրի տերն ու պահապանը, բարի օր բոլորիդ, մեծ հույսերով կհանդիպենք նորից։